Պատասխանատու են այդ պատասխանները շատ, որտեվ դա փիլիսոփայել ինքան հեշտ բան չի, ամեն գիտեք, մեծ ճարտարապետի ասածը մի բան է, մեր ասածը մի բան է երևի, և ես դրա շուրջ եղել եմ, մտածել եմ երբեմն, նախ ինձ եկել եմ այն եզրակացության, որ վերջ-վերջո ես թվում է դա շատ այսպես մի մեծ բացահայտում չի, որ բոլորս ճարտարապետության մեջ ենք և որ ճարտարապետությունն էլ ամեն բանի մեջ է, ամեն ինչում է, մեզ շրջապատող, ամեն ինչում ճարտարապետություն, բայց դա եթե չեմ սխալվում Կորբյուզիեի միտքն է։ Ստեղծման մեխանիզմը ճարտարապետության։ Թվում է, թե բավական ունիվերսալ է լեզուն, քարը քարի վրա, սյան վրա հեծանը, և ամենքին կարծես թե պարզ է։ Վերջ-վերջո կա ճարտարապետություն առանց ճարտարապետի, չէ, վերնակուլար ճարտարապետությունը, որը որ բավականին հրապուրիչ է ստացվում։ Ինձ թվում է դա գաղտնիքներից մեկն է այդ վերնակուլերը, որ այդպես ստացվում է, բայց իրեն գլխավոր նմանությունը ճարտարապետության լեզվին նմանվելն է, այսինքն օգտագործել ճարտարապետական լեզուն։ Սա հետաքրքիր հարց է, ձվի և հավի, որն է ավելի շուտ եղել։ Սա հետաքրքիր բան ասեցիք։ Այո, դրա մտածելու բան է, ոնց որ ասում ես Ջիմ Թորոսյանը։ Բայց երբեմն պրոֆեսիոնալ ճարտարապետի ձեռքին այդ մեխանիզմը չի աշխատում, չի ստացվում, իսկ ոչ ճարտարապետի մոտ ստացվում է, դրա մասին մի երկու բան էլ ասեմ, հետո գամ ճարտարապետի անձին, և այդ պրոցեսը ստեղծման ինչ որտեղ ինձ թվում է նմանվում է սեքսի, կարող է արդյունքում մի շեդևր ծնվի, բայց կարող է բան դուշ չգա։ Հիմա ոնց որ ասում եք, թե ով է ճարտարապետը, հա։ Երբ որ ես սկսում էի, առաջի ուսուցիչս կողքս նստած է, առաջի քայլերը, առաջի այսպես ոնց որ դպրոց գալիս են մարդիկ ու առաջի տառերն են սովորեցնում, այդպես ինձ սովորեցրել է առաջին ոնց որ այդ ազերը ճարտարապետության։ Եվ միշտ շնորհակալ եմ եղել, միջայլոց այդ ասեմ անպայման։ Եվ իրեն և մյուս ուսուցիչներիս, Մարտին Միքայելյանը, հետո որ ինձ սովորեցրեց ճարտարապետության մասին գրել Յարալովը և վերջ-վերջո իմ գլխավոր այսպես կերպարը ուսուցչի այդ Ջիմ Թորոսյանն է, բայց առաջինը Աշոտ Կանայանը։ Եվ երբ որ ես սկսում էի այդ ազերը ճարտարապետական ընկալել, այն ժամանակ ճարտարապետը մեզ մոտ, ոնց որ և պոետը, դա ոնց որ կոչում էր, դա մասնագիտության խնդիր չէր, այսպես որ աշխատանք չէր ամենայն դեպս, դա կոչում էր, և ասում էին արդեն դեռ ուսանող էինք մենք, մեզ ասում էին ճարտարապետ, դա կոչում էր, հիմա այդպես չի ցավոք, մի տեսակ ոնց որ մասնակից է ինչ-որ մի պրոցեսի դարձել ճարտարապետը, որտեղ երբեմն ծնվում են այդ պրոցեսում լավ գործեր, երբեմն և մեծամասնությամբ դա այսպես մի բիզնես պրոցեսի մասնակից է։ Միջայլոց ինձ թվում է երբեմն, երբ որ շռայլություն կա, չեմ կարող ասել, որ այդ ճարտարապետական ստեղծագործությունը կարելի է համարել բավարար։ Այսինքն, այսպես ասած, ձևերի, ծախսի, ավելորդությունների այդ շռայլումը ևս ինձ թվում է, որ երբեք չի առնչվել գլուխգործոցների հետ,
որոնց մասին մենք սովորաբար խոսում մտածում ենք։ Կարճու, բայց այնուամենայնիվ ես մնում եմ այն պատրանքային մեջ, որ ճարտարապետը գլխավոր վարպետն է։ Կարծում եմ երիտասարդներ կլինեն, որոնք որ կդառնան այդպիսի վարպետներ։ 5 բառ, հայտնի ձեր 5 բառը։ 3-ը հայտնի են, կա ամրություն, հարմարություն եւ գեղեցկություն, հա։ 3-ը 5-րդը կասեմ, որտեղ արդեն ասել եմ։ 4-րդն եմ ուզում հիմա պատկերացնեմ։ 4-րդը ազնվություն, 5-րդը սեքս։ Նա ինչ անի։ Դե վերջումը դե սպասում, ապա վերջինը տենց է։